ենք, որպեսզի Սեմինար մարզումներին։ Ուղևորվեցինք Հեմսկերկ քաղաք, որտեղ բնակվում է Ռազ Սարգսյանը։ Հարգելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, քանի որ քիչ հետո կուղևորվենք Բևերվայք քաղաք, կայցելենք այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Ռազը։ Կմասնակցենք նրա մարզումներին եւ հնարավորություն կունենանք ծանոթանալ նաեւ նրա մարզիչ Հանս Նայմանի հետ։ Կազոյուշի Իշի ծնվել է 1953 թվականին Ճապոնիայում։ Ներկայացնում է Սեիդո Կայկան կարատեն։ Մարզիչն է եղել Հիդեիկո Աշիհարան։ Մեծ ու մեծ աշխատանքներ են կատարվել Կազոյուշի Իշիի մտածածին գերհզոր ունակությունների շնորհիվ։ Լինելով առաջատար մարզիկ, միստր Իշին հիմնադրել է համաշխարհային K1 ընկերությունը, որի կազմակերպած մրցաշարերը սկսած 1993 թվականից մինչ այժմ եղել են աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող առաջնությունները։ Եվ այդ առաջնություններում մասնակցել են աշխարհահռչակ պրոֆեսիոնալ մարզիկներ, որը սփռել է ամբողջ աշխարհում իր ներկայացուցչությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Հովհաննես Ղուկասյան ծնվել է 1983 թվականին Հայաստանի Հանրապետությունում, սկսել է մարզվել արևելյան մարտարվեստներով 1993 թվականից, լինելով հարվածային տարբեր մարզաձևերից Հայաստանի և մի շարք միջազգային առաջնությունների հաղթող և հայ մարզասերների մոտ զգալով K1-ի մրցականոններով առաջնորդվելու պահանջարկը 2009 թվականի 9-րդ ամսի 9-ին հիմնադրել է Հայաստանի K1 ֆեդերացիան և գրեթե այս 2 տարիներին ծավալած K1 Արմենիայի գործունեությունը արժանացել է հարյուրավոր մարզիկների և միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությանը և բարձր գնահատանքին։ 2010 թվականից ATV-ի Դինամիտ հաղորդաշարի եթերում K1 Արմենիա ցուցադրում է Կազույոշի Իշիի կազմակերպած K1 աշխարհի առաջնությունները, որտեղ փայլում են նաև հայ մարզիկները։ Հովհաննես Ղուկասյանի պրոֆեսիոնալ քաղաքականության շնորհիվ այսօր բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներում մենամարտելով ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի K1 ֆեդերացիան։
ATV հեռուստաընկերությունը եւ Հայաստանի K1 ֆեդերացիան ներկայացնում են։ Հովհաննես Ղուկասյանը Հոլանդիայում նախագիծը։ Հանդիպում Հայաստանի K1 ֆեդերացիան ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների հետ։ Հանդիպում աշխարհահռչակ մարզիկների եւ աշխարհահռչակ սպորտային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Այսուհետ ATV-ի եթերում յուրաքանչյուր շաբաթ 00:30-ին դիտեք Հոլանդիայի տարբեր քաղաքներում Հայաստանի K1 ֆեդերացիան ներկայացնող պրոֆեսիոնալ հայ մարզիկներին։ Ռաս Սարգսյան, K1 Armenia, Գագո Դրագո, K1 Armenia, Վարդան Մնացականյան, K1 Armenia, Սահակ Պարպարյան, K1 Armenia, Հարություն Մարատ եւ Անդրե Գրիգորյաններ, K1 Armenia, K1 Armenia, Գյորգյո եւ Արմեն Պետրոսյաններ։ K1 Armenia, Մասնակցություն նրանց սեմինար մարզումներին եւ մրցաշարերին։ Այցելություն նրանց մարզադպրոցները եւ ի վերջո նրանց բնակարանները։ Կարևորագույններից կարևորները ATV-ի եթերում Հովհաննես Ղուկասյանի մեկնաբանությամբ։ միայն ATV-ի համար։